Եթերում հերթապամաս հաղորդաշարի Կիրակնորյա թողարկումն է, բարև ձեզ, հաղորդման մեջ տեղ գտած նյութերը նախ ամփոփ տեսաշարով։ Անգիտակից վիճակում բազմաթիվ կտրած ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տարեկան մի տղամարդ։ Ամեն տարի ավելի քան 4 միլիոն մարդ ենթարկվում է թրաֆիքինգի, պայմանական ասած ժամանակակից ստրկացման։ Պատասխանատվության ու պատվախնդրության օրենքներով ապրող երիտասարդը Արարատի ներքին գործերի բաժնի այն 16 աշխատակիցներից էր, որոնք առաջինը զինվորագրվեցին երկրի սահմանների պաշտպանության գործին։ Ոստիկանության արմավիրի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին բերման ենթարկեցին կասկածյալին։ Կասկածվում էր սպանության փորձ կատարելու մեջ, իսկ հանցագործությունը եղել էր դրանից 2 օր առաջ։ Հոկտեմբերի 3-ին ժամը 19:45-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության արմավիրի բաժին ահազանգ ստացվեց, որ անգիտակից վիճակում բազմաթիվ կտրած ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տարեկան մի տղամարդ։ Տուժողը շտապօգնության մեքենայով հիվանդանոց էր բերվել Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքից։ Արագ ոտքի հանվեց բաժնի ողջ անձնակազմը, օպերատիվ խմբերը շտապ մեկնեցին հիվանդանոց և ավտոկայան։ Պարզեցինք տուժողի ինքնությունը, սակայն դեպքի հանգամանքների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չստացվեցին, քանի որ վերջինս գտնվում էր անգիտակից վիճակում և վիրահատարանում։ Գիտակցության գալով նա հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ ոչինչ չի հիշում։ Չկար դեպքի բացահայտման օժանդակող որևէ բան, տուժողի կծկտուր բացատրություններն ավելի էին բարդացնում ոստիկանների աշխատանքը։ Քրեական հետախույզները նախ համալիր գործողություններ իրականացրին ականատես վկաներ հայտնաբերելու, ապա նաև կատարվածի հնարավոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Շատ չանցած նրանց հաջողվեց կարևոր տեղեկություններ ստանալ դեպքի վերաբերյալ, իսկ արդեն հաջորդ օրը գիտեին կասկածյալի ինքնությունը։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ Երվանդ Աբգարյանը, որն էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 5-ին ինքնակամ ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց ինքնախոստովանական բացատրություն։ 1986 թվականին ծնված Երվանդ Աբգարյանը ներկայացրեց նաև հանցագործության գործիք դանակը։ Ըստ նախնական վարկածի Աբգարյանը տուժողին մինչ այդ չէր ճանաչել։ Ծանոթացել էին պատահմամբ, դեռևս անհայտ թեմայով նախ հեռախոսային խոսակցություն էին ունեցել, ապա հանդիպել էին ավտոկայանի մոտ։ Հանդիպումը թեժ ընթացք էր ունեցել, վիճել էին հայհոյել իրար։ Այդ ընթացքում Աբգարյանը հանել էր դանակն ու շուրջ 10 հարված հասցրել տուժողին, ապա դիմել էր փախուստի։ Չնայած ինքնակամ ներկայանալուց հետո Աբգարյանը մանրամասնել էր կատարածը, սակայն նույնն անել տեսախցիկի առաջ չցանկացավ, հավելելով միայն, որ բոլորովին չի զղջում տեղի ունեցածի համար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով սպանության փորձ։ Հանցագործության գործիք դանակն առգրավված է, Երվանդ Աբգարյանը կալանավորված է, իսկ թե իրականում ինչպես էին զարգացել իրադարձությունները հիշյալ գիշերը և ինչն էր եղել վիճաբանության պատճառը, կպարզվի նախաքննությամբ։ Վայքի քրեական հետախույզները բացահայտեցին ավազակային հարձակումը, այսպես ասած սովորական ավազակային հարձակում էր իր բոլոր դրսևորումներով, միակ առանձնահատկությունը հարձակվողի սեռն էր։ Հոկտեմբերի 7-ին երեկոյան 7:20-ին ոստիկանության վայքի բաժնում ահազանգ ստացվեց անհայտ մի քաղաքացուց։ Ջերմուկի խճուղու 53 շենքի բնակիչը հայտնում էր, որ մեկը դանակով ներխուժել է հարևանուհու տուն։ Քաղաքացու քաղաքացիական կեցվածքն ու հոգատար վերաբերմունքը գնահատելու ժամանակը չէր, հարկավոր էր վայրկյան առաջ հասնել դեպքի վայր։ Քրեական հետախույզները հասան ժամանակին, հարձակվողին վնասազերծելն էլ խնդիր չէր։ Ուժերը շատ անհավասար էին, որպես դիմակ ծառայած զուգագուլպայի տակ կնոջ դեմք էր թաքնված։ Դիլետանտությունն աչք էր զարնում։ 32-ամյա կինը, որ 2 անչափահաս երեխաների մայր է, օրենքի հետ երբեք խնդիր չի ունեցել։ Առաջին փորձն էր ու առաջին ձախողումը։ Գնացի բարձրացած էր ինձ դուրս ծեծեցի, չէի ուզում էի վախեցնեի։ Բայց ինձ սկսեց գոռալ, ես ինքս էլ էի վախեցել, ուզում էի փախնեի։ Աղմուկին վրա հասած քաղաքացիական կեցվածքով հարևանները շտապել էին օգնության, հետո արդեն գործելու հերթը ոստիկաններինն էր։ Հետագա գործողություններով նրանք պարզեցին, որ տուժող կինը տանը զբաղվում է ոսկյա իրերի վաճառքով, կատարողն էլ հիանալի ճանաչել է նրան, իմացել զբաղմունքը։ Հույսն էլ այն էր, որ կվախեցնի ու ոսկեղեն կտանի, նույնիսկ մի ճանաչողական այց էր կատարել նրա տուն։ Մի օր եկել է մեր տունը, եկավ մի հատ գլում կար ձեռին, վերեցին դասը Զոյա կարաս էդի վաճառես, ասին ոչ։
Սիրողական մակարդակով իբր զննել էր բնակարանը, գնահատել հնարավորություններն ու հաջողության հավանականությունը, հետո գնացել էր տուն ու նախապատրաստվել, դիմակ, դանակ, կպչուն ժապավեն, ձեռնոցներ։ Այդ ամենը պահել էր ավտոտնակում, դա նախորդ օրն էր, իսկ հոկտեմբերի 7-ին գործի մեկնելուց առաջ չէր մոռացել նախ կատարել ծնողական պարտականությունները։ Գնացի տուն, հաց սարքեցի, երեխեքը դպրոցից եկել էին։ Հետո Այդ ժամանակ մտածեցի, որ Զոյային վախցնեմ, ինքինց կտա։ Մնացյալն արդեն հայտնի է, բայց իրավապահները կոնկրետ գործողությունների զատ յուրաքանչյուր հանցագործության դեպքում պարզում են նաև շարժառիթները, պատճառահետևանքային կապերը։ $1000 արտաշատից տոկոսով փող ա վերցրել ամուսինս, էտել են ուզում, մի հատ պապուկ կա 400,000 էտել է ուզում գալիս ա։ Ես մտածում էի մենակ մի հատ այդ բանկի տոկոսը փակենք։ Հասկանալի պատճառներով անուններ չենք տալիս, բայց ինչպես դասականը կասեր, ինչ որտեղ, ինչ որ բան սխալ է։ Թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական բեռն ընկած է ոստիկանության ուսերին։ ԱՄՆ պետքարտուղարի 2014 թվականի զեկույցի համաձայն թրաֆիքինգի դեմ պայքարող երկրների դասակարգման սանդղակում Հայաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ տեղ էր գտել առաջին ամենաբարձր խմբում։ Տարածաշրջանի նաև հետխորհրդային երկրների մեջ Հայաստանն այս խմբի միակ երկիրն է։ Այս տարի էլ թրաֆիքինգի դեմ պայքարը չի թուլացել։ Մեր թեմատիկ էջը։ Ազատությունն ու արժանապատվությունը հասարակության գիտակցության մեջ ամրագրված են իբրև 21-րդ դարի մարդ քաղաքացու պաշտպանվածության երաշխիքներ։ Դրանք կարգավորվում եւ կենսագործվում են օրենքի ուժով։ Դե յուրե, մարդկությունը վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկատիրական կարգի եւ հարաբերությունների մասին, բայց դե ֆակտո ստրկացումն իր բոլոր արատավոր դրսևորումներով դարձել է մեր լուսավորյալ դարի չարիքը։ Ամեն տարի ավելի քան 4 միլիոն մարդ ենթարկվում է թրաֆիքինգի, պայմանական ասած ժամանակակից ստրկացման։ Բարդ եւ մտահոգիչ այս խնդիրը բազմակողմանի քննության եւ վերլուծման առարկա է։ Մեր տեսանյութի խնդիրը հասարակությանն իրազեկելն է, նախ իրավական մոտեցումների մասին։ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը դասվում է ազատության, պատվի եւ արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 17-րդ գլխով։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 132 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համար, 132 պրիմ 2 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման համար և թրաֆիքինգի հետ կապված հանցագործություն է համարվում նաև 132 պրիմ 3 հոդվածով նախատեսված հանցանքը, այն է շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելը։ Պարոն Մարկոսյան, շատ հաճախ թրաֆիքինգի զոհը խուսափում է դիմել իրավապահ մարմիններին։ Ինչպես կմեկնաբանեք այս հանգամանքը։ Թրաֆիքինգը կամ շահագործումը դասվում է լատենտային հանցագործությունների շարքին, ընդ որում այստեղ խոսքը գնում է բնական լատենտայնության մասին, երբ զոհը տարբեր պատճառներով, օրինակ թրաֆիքինգի վիճակում գտնվելուց ամաչելը, թրաֆիքորների կողմից արկա սպառնալիքները, չի դիմում իրավապահ մարմիններին զոհ դառնալուց հետո, սակայն կա ևս մեկ կարևոր հանգամանք, որ որոշ թրաֆիքինգի զոհեր չեն դիմում իրավապահ մարմիններին, վախենալով, որ իրենց էլ կենթարկեն պատասխանատվության, քանի որ նրանք նույնպես խախտել են օրենքի որոշ պահանջներ։ Օրինակ, կեղծ փաստաթղթերով հատել են ապօրինաբար պետական սահման, այդ երկրում զբաղվել են մարմնավաճառությամբ, որը արգելված է եւ այլն։ Սակայն Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 132 հոդվածը սահմանում է դրույթ, համաձայն որի թրաֆիքինգի կամ շահագործման տուժած անձը, ով կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն, իրեն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու ընթացքում եւ հարկադրանքի ազդեցության տակ, ազատվում է այդ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից։
Մի շարք երկրներում մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար, մասնագիտական ուղղվածություն ունեցող իրավապահների կողմից։ Մեր երկիրը դասվում է այդ շարքին։ Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը։ Զրուցակիցս բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանն է։ Մարդկանց թրաֆիքինգը դա շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, որը իրականացվում է համապատասխան հանցավոր միջոցների օգնությամբ։ Այդ միջոցներն են բռնությունը, բռնության գործադրման սպառնալիքը, խաբեությունը, վստահության շարաշահումը, վիճակի խոցելիության օգտագործումը եւ այլն։ Պարոն Գրիգորյան, մարդու թրաֆիքինգի ո՞ր ձևն է մեր երկրում առավել տարածված։ Թրաֆիքինգի առումով Հայաստանը հիմնականում հանդիսանում է զոհերի ծագման կամ սկզբնաղբյուր երկիր, այսինքն զոհերը հավաքագրվում են Հայաստանում, տեղափոխվում են այլ երկրներ, որտեղ ենթարկվում են շահագործման։ Սեռական շահագործման առումով Հայաստանի համար նպատակակետ երկրներն են Թուրքիան եւ Էմիրությունները արաբական, իսկ աշխատանքային շահագործման առումով նպատակակետ երկիր է Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն արձանագրվում են նաեւ ներքին թրաֆիքինգի դեպքեր, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շահագործում են Հայաստանում եւ ունեն եզակի դեպքեր, որոնք կապված են օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում շահագործման հետ։ Խնդրում եմ ներկայացրեք արատավոր երևույթի դեմ պայքարի արդյունքները։ 2008 թվականից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման 102 դեպք։ Նշված դեպքերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել շուրջ 173 անձ, որոնցից 141-ը եղել են կանայք եւ այդ 173 անձանցից 32-ը եղել են հանցագործության կատարման ընթացքում անչափահասներ։ Կցանկանայի նշել նաեւ, որ այդ հայտնաբերված զոհերից 91 անձանց ուղղորդվել է համապատասխան հասարակական կազմակերպություններ հետագայում աջակցություն ստանալու նպատակով։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են թրաֆիքինգի կամ շահագործում կատարելու համար միջազգային հետախուզման մեջ գտնվող 27 անձ, իսկ մեղադրանք այդ հանցագործությունը կատարելու համար առաջադրվել է 93 անձի։ Որպես անդրազգային տարածված հանցագործություն, թրաֆիքինգի հակազդումը առանձին երկրների իրավապահ համակարգերի խնդիր լինելու զատ նաև համընդհանուր մտահոգության առարկա է։ Այս հարթության վրա միջազգային իրավապահ համագործակցությունը մեծ հաշվով միշտ էլ դրական արդյունքներ է արձանագրել, օպերատիվ տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ միջոցառումների իրականացում։ Այս պահի դրությամբ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք մարդու թրաֆիքինգի համար գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Ներկայումս թրաֆիքինգի համար միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի Հանրապետության 20 քաղաքացիներ։ Նրանց հայտնաբերման եւ արտահանձնման ուղղությամբ տարվող աշխատանքները բավական բարդ են եւ ժամանակատար։ Չնայած դրան մենք ունենք գրանցված բավականին հաջողություններ։ Օգտագործելով Ինտերպոլի ուղիները եւ հնարավորությունները, մենք վերջերս հաջողվեց Թուրքիայից Հայաստան արտահանձնել թրաֆիքինգի համար միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու։ Եկավ եւս մի կարևորագույն խնդրի լուսաբանման հերթը։ Զանգվածային լրատվության միջոցներով մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի աջակցության խնդիրների լուսաբանումը։ Առաջին հայացքից պարզ, բայց բազմաթիվ նրբերանգներ պարունակող խնդիր է, որին վերաբերող հերթական սեմինարն անցկացվեց հոկտեմբերի 2-ից 4-ը աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ։ Քննարկվեցին ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների համագործակցության սկզբունքներն ու մեխանիզմները, իրավապահ մարմինների եւ զանգվածային լրատվության միջոցների համագործակցության միջազգային փորձի համատեքստում։ Կարևորվեց զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության դաշտի ընդլայնումը, ուսուցանվեցին լրագրողական հմտություններ ու վարքականոններ մարդկանց թրաֆիքինգը լուսաբանելիս։ Կարևորվեց նաեւ որպես սոցիալական խնդրի կրող լրագրողի մասնագիտական գիտելիքների խիստ անհրաժեշտությունը հրապարակումների եւ սոցիալական գովազդների պատրաստման գործում, որոնք միտված են հասարակության իրազեկման բարձրացմանը, հետեւաբար եւ կանխարգելիչ բնույթ ունեն։ Պարոն Հարությունյան, ինչ ազդեցություն է ունենում ԶԼՄ-ներում մարդկանց թրաֆիքինգին վերաբերող հրապարակումները երևույթի կանխարգելման գործում։ Սոցիալական ցանկացած խնդիր, երբ վեր է հանվում զանգվածային լրատվամիջոցներով, հանրությունը տեղյակ է լինում տվյալ երևույթից եւ փորձում է օգտագործել դա երևույթից խուսափելու համար։ Խնդրում եմ ներկայացրեք ԶԼՄ-ներում մարդկանց թրաֆիքինգին վերաբերող հրապարակումների վերաբերյալ ձեր ամենամյա հետազոտությունների արդյունքը։ 2012 թվականին մենք ունեցել ենք 154 հրապարակում։
13 թվականին մենք ունեցանք 105 ուրեմն հրապարակում, իսկ 2014 թվականին ունեցանք ընդամենը 92։ Այդ հրապարակումներում ինչ հիմնական թերություններ նկատեցիք։ Ցավոք սրտի այսօր լրագրողական դաշտում լրագրողները ոչ բոլորն են մասնագիտացված։ Բառի ոչ ճիշտ օգտագործումը բերում է նրան, որ հասարակությունը երևույթը արդեն տրաֆիկինգ երևույթը սխալ է սկսում ընկալել։ Բերենք մի օրինակ։ Երևանում ինչ որ մի ժամանակ եղավ, որ գիպսե արձաններ, որ տեղադրված էին, դա Ֆրունզիկ Մկրտչյանի հետ հայտնի տակառիկով արձան եւ այս արձաններ, դրանցից մեկը կոտրել էին։ Հաջորդ օրը հոդված դուրս եկավ, Երևանում տրաֆիկինգի են ենթարկվում բոլոր գիպսե արձանները։ Այսինքն աբսուրդի հասնող նման այդպիսի վերնագիր։ Իրավական ու նախականխման, բացահայտման ու լուսաբանման խնդիրներով անշուշտ չի սպառվում թեմայի մասին խոսելու անհրաժեշտությունը, այն ավելի քան արդիական է եւ հրատապ, իսկ եթերաժամանակը ցավոք սահմանափակ է։ Տրաֆիկինգի զոհ չդառնալու համար պետք է զգոն ու զգուշավոր լինել, իսկ նրանց, ովքեր երբևէ կորցրել են զգոնությունն ու զգուշավորությունը, օգնել վերաինտեգրվելու հասարակական բնականոն կյանքին։ Հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորին է վերաբերում, ոչ թե առանձին անհատների։ Այդ գիտակցումն ունեցողներն են երկրի ուժը, այդ գիտակցումն ունեցողներն են այսօր ամուր պահում հայրենիքի սահմանները, ապահովում երկրի ներքին կայունությունը, իրենց աշխատանքով նպաստում երկրի բարգավաճմանը։ Այդ գիտակցումն ունեցողներն էին նաև Արցախյան ազատամարտում մեր հաղթանակի կերտողները։ Մեր գործընկերներից շատերը եղան հաղթանակի մասնակից, իրենց մասնագիտական գործառույթներին զուգահեռ դառնալով սահմանապահ զինվոր։ Նրանցից շատերն այսօր շարունակում են ծառայությունը օրենքին եւ ժողովրդին, շատերը ցավոք պատերազմի դաշտից չվերադարձան։ Նրանցից մեկն էլ միլիցիայի լեյտենանտ Գագիկ Բարսեղյանն էր։ Ոստիկանության Արարատի բաժնում ենք։ Գագիկ Բարսեղյանն այստեղ էր ծառայում։ Պարեկապահակետային ծառայության դասակի հրամանատար էր։ Պատասխանատվության ու պատվախնդրության օրենքներով ապրող երիտասարդը Արարատի ներքին գործերի բաժնի այն 16 աշխատակիցներից էր, որոնք առաջինը զինվորագրվեցին երկրի սահմանների պաշտպանության գործին։ Ոստիկանության Արարատի բաժնի պետ Սևան Քոչարյանը Գագիկ Բարսեղյանի ծառայակիցն ու մարտական ընկերը այն տարիներին քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալն էր։ 4 տարի Գագիկ Բարսեղյանի հետ մասնակցել է մարտական գործողությունների, 4 տարի կիսել են ծառայողական ու մարտական դժվարությունները։ Երբ որ 90-ական թվականներին Երասխավանի մատույցներում Նախիջևանի սահմանի հետ կապված արդեն իսկ ծավալվեց աննախադեպ մարտական գործողություններ, ներքին գործերի բաժնի աշխատակիցները թվով 19-20 հոգուց բաղկացած ջոկատ ստեղծեցինք եւ բնականաբար մենք պետք է լինեինք առաջին դիրքերում, որովհետեւ տղաների մեջ կար մեծ հայրենասիրական մղումներ, մենք առաջինները պետք է լինեինք սահմանների պաշտպանության գործողություններին։ 1994 թվականի գարնանը Արարատի ներքին գործերի բաժնի աշխատակիցների խումբը մեկնեց Հորադիս։ Դասակի հրամանատարը Սևան Քոչարյանն էր, տեղակալը Գագիկ Բարսեղյանը։ Ծանր մարտեր էին, դասակի առջև հստակ խնդիր էր դրված եւ Արարատի ներքին գործերի բաժնի տղաները հերոսաբար կռվում էին։ Անհավասար մարտեր, թշնամու ուժը գերակշռող, վիրավորներ եղան, վիրավորվեց նաեւ դասակի հրամանատար Սևան Քոչարյանը։ Մերոնց հաղթանակով ավարտված այդ մարտը, սակայն Գագիկ Բարսեղյանի վերջին մարտն էր լինելու։ Ապրիլի 15-ն էր, ժամը 12-ից 10 պակաս, լավ հիշում եմ, որովհետև դա իմ կյանքում ինչքան որ ես կամ ու շնչում եմ, չեմ կարող դա այդ օրերը մոռանալ։ 12-ից 10 պակաս, երբ որ Ռուբիկ անունով ընկերը մեր վիրավորվեց այդ դիրքում, Գագիկի դիրքում, Գագիկ Բարսեղյանը անմիջապես գնդացիրը վերցրեց։ Իսկ գնդացիրը մի քիչ դիրքերում ծանր զենք է, որը քեզ մատնում է, քո տեղը անմիջապես մատնում է։ Ես այդ ընթացքում բարձրացել եմ կենտրոնական դիրք, տղաների ձայնը լսեցի, որ Գագիկը խփվեց։ Վազելով հասել եմ Գագիկի դիրքը, տեսնեմ, որ Գագիկը դեռ չի ընկել, ինքը գնդացիրը ձեռքում կանգնած վիճակում է։ Գագիկը հաղթանդամ տղա էր, ուժը տեղը, ես իրան գրկել եմ ու խրամատով հանում եմ, որպեսզի բուժօգնություն ցույց տամ։ Այդ ընթացքում տեսնեմ Գագիկը ձայն չի հանում։ Նստացրել եմ Գագիկին, Գագիկ ջան, զգացի, որ Գագիկն արդեն չկա։
Գագիկ Բարսեղյանի որդին Տարոնը ոստիկանության Արարատի բաժնում է ծառայում։ Քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալն է։ Տարոնն ամեն առավոտ ծառայության գալիս առաջինը հանդիպում է հոր քարեղեն ներկայությանը եւ ոչ միայն։ Այստեղ հոր ծառայակից ու մարտական ընկերներն են, իր մանկության տարիների հիշողություններն են, երբ 6-7 տարեկան երեխա հոր հետ գալիս էր նրա աշխատավայր։ Ոստիկան դառնալը ինձ համար պատվի եւ արժանապատվության հարց էր։ Ես պարտավոր էի շարունակել հայրիկիս աշխատանքը, ծառայել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Ես քաջ գիտակցում եմ, որ հայրս իր ամենաթանկ բանը նվիրեց պետությանը, Աստված մի արասցե, եթե հարկ լինի վտանգ սպառնա մեր սահմաններին, ես նույնպես պարտավոր եմ առաջիններից մեկը մեկնել սահման պաշտպանել մեր հայրենիքը։ 2014 թվականի լավագույն ստորաբաժանում ոստիկանության Արարատի բաժնում գիտեն արժանապատիվ ծառայելու բանաձևը, գիտեն զոհված ընկերների հիշատակը հարգել։ Չկա ավելի պատվաբեր գործ, քան քո պետությանը ծառայելը, քան հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցելը։ Այս գիտակցությամբ են առաջնորդվել, երբ վտանգված էին երկրի սահմանները, այդ գիտակցումով են ծառայում նաև այսօր։ Ազատ Սարգսյանն ու Հարություն Բարսեղյանը 1994-ի գարնանը Հորադիզում կռվող դասակի կազմում էին։ Հորադիզ գնալու օրը Կորնիձորից մեր Գագիկը նոր էր վերադարձել, նորից էր գնում։ Ասենք բոլորս էլ տենց էր, նորից էին գնում, ասում էր ես վերջի անգամն է գնալու եմ, հաղթելու ենք ու վերջ կտրվի այս ամեն ինչին։ Մենք գնացել ենք ոչ թե զոհվել, այլ պայքարելու, մարտնչելու, հաղթելու։ Որն էլ մեզ փառքաստու հաջողվեց։ Պատմում են, հիշում, մտովի հասնում Երասխ, Կորնիձոր, Հորադիզ։ Նրանք օրենքի զինվորները, երբ պետք է եղել, նաև սահման պահող զինվոր են դարձել, որովհետև առաջնորդվել են գերագույն գաղափարով՝ հպարտ ծառայել պետությանը, հպարտ սիրել հայրենիքը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։